Բարի երեկո հարգելի բարեկամներ, երկար դադարից հետո նորից վերսկսում ենք մեր հանդիպումները, այսօր Փարահուն Չայագիտական կենտրոնի 72-րդ հանդիպումն է, ուրախ ենք ձեզ բոլորին տեսնել այստեղ մեզ հետ, ներածական խոսք կասի Հրաչիկ Հակոբյանը, հարցերը ինչպես միշտ բանախոսության վերջում, հնարավորություն կունենանք տալ և կխնդրեմ, որ հարց տվողը ներկայանա անպայման, սպասի մինչև միկրոֆոնը մոտեցնենք և ներկայանա նոր հարցը տա, խնդրում եմ։ Խնդրեմ Հրաչիկ Հակոբյանյան։ Իմ նպատակը երկու խոսք ասելն է Արթուր Արմինի, Արթուր Բաբայանի առումով, բայց ես չեմ կարծում, թե Արթուրը ինքը ներկայացնելու կարիք ունի, որովհետև մեր ժամանակների, այդպես հոգնակի ասեմ, ամենաբազմազան մտածողություն ունեցող, ամենաբազմազան թեմաներով զբաղվող անձնավորությունն է, գիտական մակարդակով, շատ բարձր, ընդ որում ես ինքս բանասեր եմ, լեզվաբան, և երբ որ մի փոքր զրույց եմ ունենում Արթուրի հետ, իմ ամբողջ իմացական աշխարհը շրջվում է այնտեղ, որտեղ գլուխներ, դառնում է ոտքեր, այսինքն բոլորովին նոր ինքնատիպ մեկնաբանություններ և այդ մեկնաբանությունները ունեն քաղաքացիական իրավունք, այսինքն այդ մեկնաբանությունները ծնվել են երկարատև գիտական խոհերից, խորհրդածություններից, հետազոտություններից հետո։ Ես կարծում եմ, որ այսօր էլ Հայկ և Բել նոր շրջան, այս զրույցը լսելուց հետո դուք տուն կգնաք ու կմտածեք, որ ոչ Հայկին, ոչ Բելին այդպես էլ չեք ճանաչել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Եկեք մի անգամից սկսենք։ Հայկ և Բել չարչրկված բազմաթիվ ենթադրությունների ենթարկված թեման է, Հայկ և Բել։ Եվ բազմաշերտ, ամեն շերտի տակ որոշակի ուրեմն թաքնագիտական, երբ որ ես ասում եմ թաքնագիտություն, այդ թաքնագիտության մեջ ոչ մի բան թաքուն չկա։ Սա մաթեմատիկա երկրաչափություն, հնասխագիտություն է, կամ սիմվոլների լեզուն է։ Ուղղակի ժամանակին այդպես են կոչել, մեր շիրակացին ինքը ասում է, որ ինքը թաքնագետ է և այլ և այլ։ Բայց ամեն շերտի տակ դա կա, և եթե այդ լեզուն չես իմանում, բավական խոչընդոտներ է առաջանում, նաև բառացի ընկալումների հետ կապված խնդիրներ կան, Հայկ և Բելի հետ։ Հիմա, ինչ ունենք մենք Հայկի հետ կապված, հիմնականում Մովսես Խորենացու հայտնածն է։ Հայկին ինքը ներկայացնում է որպես պատմական անձ, որ հաստատեց, առաջի հաստատությունը ստեղծեց կամ ասենք թե հայկական միջավայրը պետությունը երկիրը ստեղծեց և նրա անունով մենք կոչվում ենք հայեր։ Հիմա նախ կամ անվան հետ կապված Խորենացու ժամանակ արդեն ահռելի ինֆորմացիա խեղաթյուրված, ոչնչացած էր նոր կրոնի պատճառով։ Եվ շատ բաներ ինքն էլ չկարողանալով, այսինքն պետք է շրջանցել քրիստոնեական այդ պայմանակ գրաքննությունը, այսպես ասած, որ շատերիս հայտնի է սովետական ժամանակում այդ գրաքննությունը շրջանցելու ձևերը, և հիմա կասեմ, թե Խորենացին ինչով է շրջանցել։ Փաստորեն համ ներկայացնում է որպես պատմական անձ, և միաժամանակ ասում է, որ նրա հակառակորդ Բելը Կրոնոսն է, որը Նեբրովտն է։ Կրոնոսը հունական պանթեոնում Զևսից առաջ գերագույն աստվածությունն էր, որին հաղթեց Զևսը։
Կրոնոսի եւ Նեբրովտի այս զուգահեռներն էլի որոշակի համապատասխանում են նրանց աստղագիտության առումով կանստեմ դրանց։ Փաստորեն ո՞նց է ստացվում, որ Հայկը պատմական անձ է, հա, սպանեց Բել Կրոնոսին։ Խորենացին հստակ ասում է, եւ ես ձեզ ասում եմ, Բելը Կրոնոսն է, որ Նեբրովտն է։ Եթե Բելը Կրոնոսն է, ուրեմն Հայկը կարճ ասած աստվածություն է։ Փաստորեն խորենացին մի անգամից երկու շերտ է տալիս։ Այս է թաքնագիտական մոտեցումները, այսինքն գլխավոր ինֆորմացիան տալ երկրորդական հիմքով կամ թշնամուն հակառակորդին Բելին բնորոշելով հասկացնել տալ թե ով է Հայկը։ Մյուս հանգամանքը ինչու է խորենացին կարողացել անդրադառնա Հայկին, որովհետև Հայկը նաև Օրիոն համաստեղություն է եւ ի վերջո շումերական գրականությունից մենք գիտենք, որ Դումուզի Օրիոնը Արատա երկրի հովանավոր աստվածն էր, որի հայրը հայա աստվածությունն է։ Դա Դումուզին եւ Ինանան այդ սրբազան ամուսնության պոեմի մեջ հստակ դա գրված է։ Եվ ոչ միայն այնտեղ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, թե ինչու ուրեմն խորենացին այդ մի քանի շերտերի հետ խաղալով է մոտենում, այլ ոչ թե ուղղակի։ Հիմա Հայկը պատմական անձ է, թե աստվածություն է։ Բայց եթե մենք խոսում ենք Օրիոն համաստեղության մասին, ապա դրանք բոլոր աստեղատները աստվածներ են եղել։ Ուրեմն այս պարագայում հենց ինքը խորենացին է ասում, որ Հայկը աստված է եւ ինքը Օրիոն համաստեղությունն է։ Ինչու է կարողանում Հայկի մասին խոսել, որովհետեւ Աստվածաշնչի հայերեն առաջին մաշտոցյան թարգմանիչները, Մեսրոպ Մաշտոց եւ խումբը օգնական, ուրեմն Օրիոնի փոխարեն թարգմանել են Հայկ։ Համաստեղության առումով Օրիոնի փոխարեն թարգմանում են Հայկ, այսինքն կանաչ ճանապարհ են տալի, խորենացին արդեն ռիսկով այս Հայկին վերցնում է ու տալիս է այն, ինչ գիտի իր ժամանակում։ Եվ մենք ձեզ այսօր Հայկ Օրիոնի հետ կապված, Օրիոնը որպես աստեղատուն, աստված, բոլոր շերտերը, հարևան բոլոր ժողովուրդների հետ է դրանք բոլոր զուգահեռները պետք է տանել, ինչպես նաև նրա թշնամի Բելի հետ կապված, որ տեսնել այդ լավ այդ հակամարտությունը ինչի հետ է կապված, արդյոք նա աստված է, թե պատմական անձ եւ այլ։ Բարի։ Հիմա միջև նորից անդրադառնալ այս թեմային կարևոր եմ համարում ընդգծել անդրադառնալ նախ եւ առաջ թե մեր նախնիները ամենահնագույն շրջաններում այդ աստվածներին ոնց են ստեղծել, հնարել, կերպարանավորել, ինչու այդ բովանդակությամբ, ինչու այդ ֆունկցիայով եւ այլ։ Հիմա մեզանից 60, 100, 1000 տարի առաջ այդ աստվածները աբստրակտ բնության վերացական ուժերն էին ներկայացնում։ Անձրևի աստված, ամպրոպ կայծակի աստված, երկրի աստված, ջրերի աստված, արևի աստված, լույսի աստված, այս մոտեցումը գնում է տասնյակ հազարավոր դարերի խորքերը։ Ասենք պալեոիդ եւ վաղ։ Հետագայում մենք տեսնում ենք, որ այս նույն աստվածները իրաց նույն պատումով, բովանդակությամբ դառնում են աստեղատներ։ Դա երկրորդ փուլը։ Ուրեմն առաջի փուլը հասկացանք, երկրորդ փուլը այդ աստվածները դառնում են աստեղատներ։ Ընդ որում այնքան ճշգրիտ է պահպանված դրանց ֆունկցիան, որ զարմանալի է։ Օրինակի համար ամպրոպի աստվածությունը երբեք ձմռանը չի դուրս գալիս որպես աստեղատուն, որովհետև անձրև չի լինում վաղ։ Այնպես են արել, որ դրանք կամ գարնանային կամ ամառային եղանակներին, ավելի ճիշտ կարդինալ կետերին
գարնանային գիշերավասարին կամ ամառային արևադարձին դուրս եկող կարդինալ աստեղատնն են տալիս ամպրոպի աստվածության ուրեմն այդ ֆունկցիան։ Ուրեմն երկրորդ փուլում պահպանելով դրանց ֆունկցիոնալ բովանդակային իմաստները, դրանք հարմարեցնում են աստեղատների հետ։ Եվ դրա հստակ վկայությունը, որ հետագայում մենք տեսնում ենք շումերական ժամանակաշրջանում, երկրորդ եւ առաջի հազարամյակներում մեր թվարկությունից առաջ, ուրեմն աստղագիտական տեքստերում, ասենք Մուլափինը 5000-ից ավել աստղագիտական տեքստեր են։ Շումերական տեքստերը մոտ 1 միլիոն տեքստ կա շումերական, որից 10%-ը դա քիչ չէ, սարսափելի թիվ է։ Ուրեմն թարգմանված է եւ լրիվ քննարկված է համաշխարհային գիտական ուրեմն շրջաններում։ Այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ ֆունկցիաների չփոփոխմամբ դրանք դառնում են աստեղատներ։ Նույնը շարունակվում է հունական շրջանում։ Զևսը Յուպիտերն էր, ասենք թե Վեներա աստեղատուն է, Վեներա մոլորակներ, հա, Հերմեսը Մերկուրին էր։ Նույնը շումերական շրջանում է։ Դումուզին Օրիոն համաստեղություններ։ Ջերհոսը հայ աստվածությունն էր։ Նույնիսկ այդ սալիկների վրա 5000 տարվա սալիկների վրա նկարված է հայ աստվածությունը, ուսերից գետերն են թափում, Տիգրիս եւ Եփրատ։ Ինքը հայ աստվածությունն է։ Եվ սա նաեւ աստեղատուն է։ Այսինքն այս ամեն ինչը հերթականությամբ գալիս հասնում է մինչև հունական դիցաբանություն, որտեղ նույն աստեղատները կան, ուղղակի ավելի մոդեռնիզացված, կրճատված բաներ են։ Օրինակի համար Մուլափինում, որը առնվազն 3400-3500 տարեկան է, ուրեմն մեր թվարկությունից առաջ 1350-ից մինչև 1100 մեր թվարկությունից առաջ այս գիտա-մաթեմատիկական հստակ ուրեմն անալիզով ուրեմն թե որքան է նրա վաղեմությունը այդ Մուլափինի պարզված է։ Հիմա այնտեղ կա աստեղատներ, որ ձեզ հայտնի չէ։ Կա Խոզի, Վարազի աստեղատուն, Արորի աստեղատուն, Մշակի աստեղատուն, Ծիծեռնակի աստեղատուն, Արտ աստեղատուն։ Սրանք ձեզ հայտնի չէ, բայց հետաքրքիր բան, մեր ազգագրական երգերի մեջ դրանք կան։ Ու այսօր միջև նենց պատահական ստացվեց, որ ես երգերի հետ սկսեցի առնչվել, մեկի տեսնեմ, հայ մարդ, այդ ոնց կլինի խոզնակերը թուրը։ Թուր աստեղատուն կա, խոզ աստեղատուն կա, դրանք իրարից 170 աշճան հակադրության մեջ են։ Մեկը որ ծագում է, մյուսը իջնում է հորիզոնից ցած։ Ուրեմն, եւ այդպես բոլորը փաստորեն մեր հայկական ազգային երաժշտությունը ավանդաբար փոխանցելով բերահասցրել է միջև մեր օրերը, երբ որ արդեն ուրեմն մեր թվարկությունից առաջ 3-4 դարում այս հույները, այս աստղատները նենց էին կրճատե բանարել, ձեզ ծանոթ ձևերով 17-ը սարքե 12, 36-ը կրճատե կամ ավելացրել, որ թվում է անճանաչելի։ Հիմքում էլի նույն աստեղատներն են, բայց ավելի մեծ կամ ավելի փոքր, ավելի առանձնացված եւ անունները տարբեր։ Մուլափինը մեզ տալիս է հնարավորությունը, որ մենք մեծ պատուհան է բացում, բացենք, տեսնենք, թե այնտեղ ինչ կա։ Հիմա ես ասեցի երկու փուլերի մասին։ Ուրեմն առաջի փուլ աստվածները բնության վերացական ուժերն են։ Դա առաջի փուլն է։ Երկրորդ փուլում այդ աստվածները դառնում են աստեղատներ։ Երրորդ փուլում այդ նույն պատումները որոշակի առումով քիչ թե շատ հարմարեցվում են այս կամ այն հերոսի, թագավորի, կենսագրության հետ որպես պատմական իրողություն։ Հիմա
Այս երեք փուլերը, տեսեք, ամպրոպի Աստվածը կայծակ զենքով սպանում է վիշապին։ Սա առաջի փուլն է։ Ամպրոպի Աստվածը այդ բնության վերացական ուժ է։ Կայծակ զենքը այդ կայծակն է, որ տեսնում են, այդտեղ գերբնական իմաստ են տալիս։ Սպանում է պարզ ինչպես սպանում է, վիշապն էլ այդ ամպն է ահռելի, որ սպանելուց հետո ջրերը հոսում են, կենարար ջրերը, որը նաև մեր էպոսում կա, բոլոր հնագույն էպոսներում կա, որ այդ սպանությունից հետո կենարար ջրերը թափում են եւ դրա բնությունը սկսում է վերազարթնել, վերածնվել, այս իմաստը կա։ Հիմա երկրորդ փուլում տեսնում ենք Մարդուկը Յուպիտեր կայծակ զենքով սպանում է Թիամատ վիշապին։ Այդ Թիամատ վիշապը ծիրկատնի մի մասն է, այսինքն երկու կտոր է անում Մարդուկը, պայմանական եւ այլ եւ։ Այսինքն սրանք դառնում են արդեն աստեղատներ։ Հա? Աստղեր, մոլորակներ, աստեղատներ։ Սա երկրորդ փուլն է։ Եվ այս առումով առնվազն սա խորանում է 12000 տարի առաջ այսօրվանից, մեր օրից։ Ունենք դրա հիմքի, դրա վերափաստ, այո։ Մենք ունենք Պորտասարի տաճարը, որտեղ բոլոր այդ աստեղատները նույնությամբ, նույնիսկ դետալներով, հետագայում մենք տեսնում ենք արդեն առաջի հազարամյակ մեր թվարկությունից առաջ եւ ուրարտական եւ միջագետքյան, ուրեմն սալիկներին, վազաների վրա, կուշիների վրա, պատերի վրա եւ այլ նույն նկարազարդումները, նույն աստեղատներով։ Պորտասարում դուք կտեսնեք եւ ցուլին, եւ կարիճին, եւ առուծին, որոնք հետագայում դրանք այդ աստեղատներն են։ Խոզը, անգղը, դրանք բոլորը նույնությամբ, որը տեսնում ենք մուլափինի մեջ։ Ավելին, այն բոլոր աստվածները, որ սենց կլոր կանթեղով պայուսակ են պահել ձեռքներին, այդ տեսնում ենք Պորտասարի 12000 տարվա հուշարձանում հենց վերև է, 3 հատ տենց կլոր, ուրեմն կիսակամարաձև պայուսակները շարքով դրած են նույն ձևով, տեսնում ենք եւ ուրեմն բաբելական, ասորական, ուրարտական ուրեմն աստվածների ձեռքում այդ պայուսակը միշտ արկա է։ Տեսնում եք մի հատ 12000 տարի առաջվա, 11-12000, մեկը տեսնում ենք, ասենք 1000 թիվ մեր թվարկությունից առաջ։ Այսինքն իրարից 9-10000 10000 տարի հեռավորության վրա են, բայց նույնությամբ զուգահեռները պահպանվում են նույնիսկ պատկերագրություններում։ Ուրեմն այս աստեղատների մասով հասկացանք։ Հիմա այս պատմությունները, այս աստվածների, կռիվների, ով հաղթեց, ով հետ փսակվեց, ով սիրեց եւ այլն։ Այս պատումները այնց շքեղ, գեղեցիկ, այնքան վառ պատումներ են, որ նույնիսկ հեքիաթներով եկել հասել են 19-20-րդ դար։ Ասենք մեր հավաքագիրները հավաքել են, ասենք բազմաթիվ հեքիաթներ, այդ Սինամա հավքի թռչունը եւ տղեն, որ վիշապից փրկեց կարճասած անգղի 3 ձակերին եւ այլն, այս ամեն ինչը հնագույն ծիսական, հա, դիցապատումներ են։ Եկել, դες բանով եկել հասել են միջև մեզ։ Սակայն հիմա այս պատումները երրորդ փուլում հերոսը զենքով սպանում է հակահերոսին։ Այսինքն ամպրոպի Աստվածը կայծակ զենքով սպանում է վիշապին, երկրորդ Մարդուկը կայծակ զենքով սպանում է Թիամատին, սրանք արդեն աստեղատներ են, երկրորդ փուլն է զարգացման ընթացակարգի, ես չի ասի զարգացման, ուղղակի ընթացակարգի, հետո երրորդ փուլում տեսնում ենք այդ նույն պատմությունը հարմարացված է այս կամ այն պատմական անձի հետ կապված։ Առաջի ակնառու բանը, որ կարծում եմ բոլորդ գիտեք, հիմա Աստծուն Զամբյուղի վրա դրեցին ու նեղոսով ուղարկեցին։ Նույնը տեսնում ենք Մովսեսին։ Նեղոսով ուղարկում են Փարավոնի
արդեն հարմարացնում են, որից է թագավորի վրա, երբ որ վեդաներում էլ կա այդ Աստվածին զամբյուղի մեջ դնում։ Մեկը տեսնում ենք Սարգոն առաջինը իր կենսագրության հետ կապված բռներ հետիկը դրել է իր կենսագրության մեջ, իբր թե իրան երեխավախտ զամբյուղով ուղարկել, այսինքն այս միֆական աստվածային պատումները հարմարեցում են այս արդեն արկա դիցաբանական աստվածային պատմությունների հետ իրանց կենսագրությունների մեջ։ Հիմա Հայկը սպանեց Բելին։ Սա Հայկը ինքը աստվածություն է։ Ասացինք, որ խորենացին հստակ ասում է Բելը Կրոնոսն է։ Եթե Բելը Կրոնոսն է, եւ Նեբրովն է ասում է, որը հունական դիցապանթեոն պատահական չէ, զուգահեռը տալիս է։ Հունական պանթեոնում նա գերագույն աստվածներ, իր 7 երեխեքին կուլա տալիս, մենակ Զևսնա կարում ճոպողի, հետո Զևսը հաղթելով Կրոնոսին, գերագույն պանթեոնի գերագույն աստվածն է դառնում։ Այս Կրոնոսի մասին է, Կրոնոսին չխառնել, Կրոնոսը ժամանակի աստված, Կրոնոսը։ Այս Կրոնոսին ասում է Բելը Կրոնոսն է։ Ախպեր, եթե Բելը Կրոնոսն է, ուրեմն Հայկը պատմական անձ չի, Հայկը աստվածություն է։ Հասկանում եք։ Հիմա փաստորեն մենք պետք է հասկանանք, որ դա հնագույն դիցապատում է, որը հարմարեցված է պատմական դեպքերի հետ կապված։ 3 հատ պատմական դեպք կարող եմ հիշել։ Մեկը Էնմերքարը եւ Արատայի տիրակալը, երբ որ Շումեր այս Արատանը այստեղ Շումերի տարածքն է։ Այս հակասությունը տեղի ունեցել, այսինքն այս մեր ուրեմն ասենք որ Շումերը միջև այդ ծովի ջրերը սաղ այստեղ փակած են եղել, հետո հետ ծովի ջրերը որ հետ են քաշում, ուրեմն այստեղ ճահճացած տարածքների վրա շատ բարեբեր հող է առաջանում եւ երևից Տիգրիս Եվփրատից իջնելով այստեղ դնում են արդեն պատրաստի քաղաքակրթություն։ Շումերական քաղաքակրթությունը երբեք չունի 0-ից աճի տեմպերով ինչ որ բանի հասնելու։ Մի անգամից պատրաստ, նշանակում է էմիգրացիոն կենտրոն է։ Եվ կոմունիկացիոն, առևտրական, դու հազարով մի նամակներ կան շումերական պահպանված, որ մենք արդեն հասկանում ենք, որ իրանք իրանց երկրի հետ նախկին հայրենիքի հետ sense ասած կապի մեջ են, ու ընդեղից եւ ներքևից լիքը առևտրական փոխհարաբերություններ կա, կրթական եւ այլ եւ նույնիսկ այդ գաղափարակները, որ հələ սեպակից չեն դարը, երկուսով իրար նամակը գրում իրար կարդում են։ Նշանակում է մենակ մի բան, նույն լեզվով են խոսել։ Հա, այս շումերի հետ կապված։ Հիմա վերադառնանք Հագև Բելին։ Ուրեմն Արատայի Էնմերքարը այդ Շումերի տիրակալն է, ձեռնոց է նետում, որ ինքը պետք է լինի գլխավոր, այսպես ասած, երկիրը, Արատային պետք է ենթարկվի եւ այլ։ Արատայի քուրմն էլ ասում է խել քաղաքի։ Ես ում հետ ես դու։ Այս հակամարտության մասին է։ Սա կարող է լինել Հագև Բելի համար հարմար պատում, որ այդ աստվածայինը հարմարեցվեր դրան։ Հաջորդը մենք ունենք ուրեմն մի դրվագ, որտեղ ասում է, որ այս Էնմերքարի որդին Էնմերգարասարը նորից կռվում է Արատայի հետ եւ Դումուզի ձուկը ուրեմն մենակ ամբողջ երկիրը հաղթում է։ Սա էլ կարա լինի, այս վերև ներքև, այս խի բան փոխեցի, այս արդեն առաջացած վերև ներքև հակամարտության
հարմարեցման հետ կապված։ Հիմա երրորդը ասեմ, Արտակ Մովսիսյանը այս փորձում է հարմարացնել Սարգոն առաջինի Հայգևբելը եւ նրա որդի Նարամսինի հետ, որ հետո է գալիս արդեն մեր թվարկությունից առաջ 2000 մոտավորապես 300 քանի 400 թվերին արդեն Շումերում տիրում էին աքադները։ Արդեն ոնց որ այսօր Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, էմիգրանտները եկել են, հետո քանակությամբ դեմոգրաֆիայով ավելացել են, ոչնչացրել են շումերական քաղաքակրթությունը, տեղը նստել են ու արդեն առաջի վտանգը որտեղից պետք է գա վերևից, ազգակիցներին ոչնչացրել են, շո բարձանում է այդ զորքը վերև։ Սարգոն առաջինը։ Նարամսինը նրա թորն է եւ այդ ժամանակ հայոց ուրեմն զորքը հարավային մասերը ըստ այդ արձանագրությունների ակադական գրավել են, իսկ Նարամսինի ժամանակ ջարդում թափում են ներքև։ Սա կարող լինի հես Հայգևբելի այդ առասպելաբանության հողայնացումը պատմականության հիմնավորման հետ կապված պատմական ընթացքի հարմարեցման հնարավոր դրվագ։ Սակայն մեր խնդիրը բուն էության մեջ մտնելն է, որովհետև մեզ համար Հայկը պատահական մարդ չի, մարդ Աստված։ Որտեղ մենք ունենք ինֆորմացիա, ամբողջ մեր միջնադարյան հայ, ուրեմն վաղ միջնադարյան, որ Հայ Գորիոն համաստեղությունն է, Հայկով կառուցվել են օրացույցեր, Հայկի ուսրերի եւ դուստրերի անուններով ամսանուններն են, հայոց եւ այլ, ուրեմն այստեղ ինչ որ մի աստվածության թեկուզ եւ բացառիկ աստվածության մասին չի, պլյուս խորենացին ասում որ մեր ազգային ինքնանունը հայեր, Հայկի անունից է։ Լավ, քանի որ ստեղ ասեցի, ստեղից բռնենք գնանք առաջ։ Հիմա մի քիչ այդպես չի, որտեվ այլապես մենք կոչվենք հայկեր եւ ոչ թե հայեր։ Այս տեսությունը լրիվ հիմնավոր է, որտեվ մեր ինքնանունը հայ աստվածությունից է։ Նույնիսկ Հայկի ինքնանունը իր հոր պատկանելության անունից է։ Առաջի անգամ Սպարտակ Եսայանը դա 1984-85 թվի Բամբեր ամսագրում տպագրեց, որ Հայիկ անգնում է հայկական հայերեն լեզվի օրինաչափությամբ դառնում է Հայկ։ Դա պատկանելություն է ցույց տալի, ինչպես հնդիկ, պարսիկ եւ այլ։ Այսինքն Հայկը իր հոր պատկանելությունն է։ Շումերական տեքստում էլ մենք դա ունենք։ Դումուզի Օրիոնը մի 50 հատ անուն ունի, իր ամենատարածված անուններից մեկը նշանակում է ճշմարիտ որդի։ Այսինքն իր հոր ընդ որում գրված է, որ ինքը ջրերի աստված Հայայի որդին է։ Ինքն ասում Ինանային, նայ ասում եմ հերը քոնից պակաս չէ, իմ հերը գիտես ով է։ Իմ հերը այ աստվածն է։ Ջրերի եւ հիմա եւ ինքը կոչվում է ճշմարիտ որդի, այսինքն ցեղը շարունակող միակ, ավակը կամ միակը։ So փաստորեն Հայկ դա նշանակում է Հայայի որդի։ Որն է եղել իր անձնանունը։ Այս անձնանունի հետ էլ կապված ասեմ, ուրեմն թվում է թե անձնանունը չի պահպանվել, բայց պահպանվել է։ Մի անգամից ձեզ ասեմ, որ ուրեմն մենք պար ունենք Թամզարա։ Ուրեմն Դումուզ Թամուզ, Դումուզի հետի շումերական Դումուզիդ անունն է, որ հետո ակադերեն դառնում է Թամուզ, Թումուզ։ Ոնց որ տվել ենք, հետո առել ենք, հետո նորից այս մոմենտը կա, բայց վերջում Արա է ասում։ Այսինքն Օրիոնի անունը Արա է, Դումուզի Արան է, Թամուզարա, Թամզարա։ Եվ դա հարսանեկան պար է, ու պատահական չի, որ նոր տարվա
Գարնանային գիշերավասարին շումերում նոր տարվա ակիտուի տոնակատարությունն են կատարում Դումուզի եւ Ինանայի սրբազան ամուսնության տոնը Գարնանային գիշերավասարին դա մեծ տոն էր 10 օր էր տևում Փաստորեն եւ այդ հարսանեկան ծիսական հարսանեկան ուրեմն պարեր եւ երկերով էր, հա, ուղղորդվում ու փաստորեն այդ պարը հլենայք որտեղից է գալիս Մի ուրիշ մոմենտ հիմա մենք Օրիոնի հետ կապված ունենք եգիպտական Օզիրիսը Օրիոնն է Շումերական Դումուզին Օրիոնն է հայկական Հայկը Օրիոնն է այդ իր հերթին հունական Օրիոնը Ուրարտական դիցարանում ինքը հենց կոչվում է Էրինա, որից առաջացել է Օրիոն բառը։ Այդ բոլորին ասում եք այդ տառը աստվածա նշանակում է։ Էդի հենց նույն Օրիոն բառի հետանա, որ Էրինա նշանակում է այր, արյական, հույժ մարտիկ։ Այդ սեպագրի տակ շումերենում դրած է Էրին մարտիկ։ Միջնադարյան հայերեն մեջ էլ Օրիոնին գրած է Հույժ մարտիկ, ես իմաստը, սա դրա համար այդ են ըտեղից է գալիս։ Հիմա, այս Օրիոնի հետ կապված բոլոր այս դիցապատումները գալիս մեկը մյուսին լրացներով բերում են Օրիոնի ամբողջական կերպարը։ Շատ-շատ է նրա վրա ուրեմն աշխարհաճանաչողական, աշխարհի ստեղծման, արարման հետ կապված բազմաթիվ ժողովուրդների ուրեմն առասպելաբանություններ կամ դրա հետ կապված տենց որ եկե հասել եմ ես կամ սալիկով կամ գրավոր կամ ուրեմն բանահյուսության մի հատ բացառիկ հետաքրքիր տղա կա անգլիացի տղա ասելով դոկտոր ուրեմն Ջոն Գրիսբի Colin Renfrew-ի աշակերտներից է եւ իր աշխատության մեջ է իր դոկտորականն է գրում է ես տապացուցեմ որ քաղաքակրթությունը չի գրում Հայաստան Անատոլիայից է առաջացել ու ինչ է արում ասում է Օրիոնի հետ կապված որտեղ կարող էր առաջանալ այս դիցաբանությունը հետո տարածվեր ու հատուկ ուսումնասիրում է եւ աստղագիտական եւ բոլոր առասպելաբանությունների եւ այլ հիմա այս Ջոն Գրիսպին կանրադառնանք հիմա փաստորեն մենք այս մասում հասկացանք որ Հայկ Օրիոնը ինքը համաստեղություն է ինքը աստվածություն է եւ ոչ թե պատմական անձ է էդի հետո էդի խորենացու հարմարեցումն է որովհետեւ դա քաղաքականապես հարմար էր որ այդ գրքերը Չվառեին, չայլանդակեին, հենց չանեին տեղ չհասներ, չեմ ասում չքարատին, ես իր հերթին, բացի այդ, դա ընդունված ձև էր, սակայն, երբ որ ինքն էլ միաժամանակ ասում է, Բելը Կրոնոսն է, ուրեմն Հայկը Կրոնոսին հաղթող աստված է, այսքանը մենք ուրեմն բան արեցինք, Հիմա գանք ժամանակագրությունը Հայկի, որտեղ ահավոր սխալ ու իրար հակասող բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն։ Նախ եկեք ուրեմն երկրագունդը պրեցեսայի օրինաչափությամբ ունի այս տատանումը 21.1-ից մինչև 24.5։ Ինչ է դա նշանակում։ Բացի այն, որ վերևի հյուսային բևեռով գտնվող գլխավոր աստեղատունը փոփոխվում է։ Էսա հիմա էսա է, հա։ Նաև այս խավարածիրի, որին դուք զոդիակ եք ասում, այդ հունականով 12 հատը, մինչև այդ եղել է 17 հատը։ Ծիծեռնակը ամբողջովին եւ փոշնել, եթե առանձին ես 18 է։ Հիմա Ընդհանուր ամբողջ իրար հետ 36 հատ։ Այս սրբազան կանոնը եւ այս հենց դրված է մեր ուրարտական դիցարանում։ Հիմա
Նաև այս զոդիակն է փոփոխում, ի՞նչ է տեղի ունենում։ Ամեն 2150 տարին մեկ իրանք հաշվում են 2160 ու կլորթի վեր ստացում, հա, սենց ասած 30 աշճան փոփոխվում է, քանի որ այս պտույտը կա։ Եթե ես ամեն, ասենք թե գտնվում եմ ցուլի դարաշրջանում, մեզանից մոտավորապես 5000 տարի առաջ, 5.5-6000 տարի առաջ։ Եթե ես մարտի 21-ին գարնանային գիշերավասարին դուրս եմ գալիս, առավոտ շուտ, ապա միշտ տեսնում եմ ցուլի համաստեղությունը։ Առավոտ շուտ։ Ասենք հիմա ասենց տեսնում եմ յուրային։ Ուրեմն ամեն 2100 տարի անընդհատ յուրային եմ տեսնում։ Մի քիչ արդեն սենց եմ տեսնում, բայց հələ տեսնում եմ։ Հաջորդը խոյնա, մեկ էլ արդեն յուրան չի երևում։ Այդ օրը այդ ժամին։ Արդեն տեսնում եմ ուրեմն խոյը։ Հետո եւս 2150-160 տարի, հետո տեսնում եմ ձուկ համաստեղությունը։ Հիմա մենք արդեն եզրագծին ենք մի 100-150 տարի ամնում, որ մտնենք նորից ջրհոս, այսինքն մի ամբողջ պտույտը 26000 տարի, այսինքն 2160-ը եթե բազմի պատկենք 12-ով, ելնումա 25920 25920 տարի, մոտավորապես 26000 տարի, այս մի կրուկը արեց, այս պրեցեսիայի օրինաչափությունը պետք է իմանալ, հիմա Միջև նորից հետ վերադառնանք Հայկ եւ Բելինին, սրանք անհրաժեշտ պայմաններ են։ Ինչպես են ժամանակը չափում։ Ուրեմն կար տարվա 4 կարդինալ աստեղատները, որոնցով համարվում էր, որ սահմանում են գարնանային եւ աշնանային գիշերավասարը։ Գարնանային, այստեղ ես գնում եմ հիմա մեզանից 6-ից 4000 տարի առաջ, 2000 տարի հա տենց է, չէ՞ մնացել։ Գարնանային գիշերավասարը մարտի 21-ին ցուլնա դուրս եկե, դիմացը կարիճ է։ Սա աշնանային գիշերավասարն է։ Ուրեմն ամառային արևադարձը առյուծնա սահման է, ձմեռային արևադարձը ջրհոս հայա հալդի նույն բան հաղթ։ Այս 4 կարդինալ կետերը։ Անընդհատ այս 4 կարդինալ կետերը փոփոխվում են։ Հետագայում այս փուլը կանցնի, մենք կտեսնենք, որ ստեղ արդեն ցուլի փոխարեն խոյն է, հա? Կարիճի փոխարեն կշերքն է, հա? Առյուծի փոխարեն խեցգետինն է, իսկ ջրհոսի փոխարեն արդեն այծեղջուրն է, այս արդեն փոխված վիճակում, ու սենց անընդհատ, սա մեկ, հիմա մուլափինի այդ 5000 տեքստերը, որը աշխարհարչակ մի շարք գիտնական է, սկսած 1949-50 թվականներից Օտո Նյուգենբաուեր, Վան դեր Վարդեն, միջև մեր օրերը, հետո Դեյվիդ Փինգրիկա, Շվարց, Ջոն Ստիլ եւ այլն, խոշորագույն մաթեմատիկոսներ, աստղագետներ, որ այս տեքստերը քննել են, ուսումնասիրել եւ այլն, մենք գիտենք, թե ինչպես են նրանք տարին չափել։ Հիմա Օրիոնի հետ կապված, այս համացանցում տեսել եք անընդհատ, վայ Օրիոնն երևաց, արա Օրիոնը հայ էլ երևում է, վայ որն է դրա զորայական կետը։ Հիմա ինչպես են ժամանակին չափել ժամանակը։ Ես խոյով ցույց տամ։ Հիմա նայեք, համարեք, որ այս 0-ն, ուրեմն հորիզոնն է, ստեղ արևելք, արևմուտք։ Այս տեսնում եք, էսի, սա, ուրեմն խոյի համաստեղությունն է, որ ժամանակին կոչվել է լուհունգա, վարձկան, երկրագործ, սենց ասեմ, մշակ։ Կողքին եղել է իր արորիկ աստեղատունը, որոնք հունականում չկան։ Հիմա, արևը պետք է լինի հորիզոնից 15 աստիճան ներքև։ 10-ից 15 աստիճան։ Հիմնականում ակադեմիական գրականության մեջ գտնում են, որ համարել են 10-ից 15 աստիճան, որ հիմնականում 15։
որ արևը պետք է լինի հորիզոնի տակ, հələ նոր այդ թեթև շողերն է, հա, մի քիչ ստեղ բարձանում, հա, այդ ժամանակ այս հորիզոնի վերևը այդ օրը մարտի 21-ին Գարնանային գիշերավասարին, որը աստեղատունը բարձրացավ տարի նրանով է սկսում, ու տես մի 2150-160 տարի։ Հիմա նայում եք ինքը 15 աստիճան արևը ներքևում է, հա, helical rising of Aries, այդ կոչվում է արեգակնային ամբարձում, helical rising, արեգակնային ամբարձում։ Գրա, ես հաշվարկ արել եմ, տվել եմ ուրեմն AI-ին, բոլոր պարամետրի եւ բանով, ինքը հաշվել է հենց վանից։ Սա մեր թվարկությունից առաջ 1100 թիվն է։ Սխեմատիկ տարվա առումով։ Ու տեսեք, բարձանում է այս աստեղատունը։ Հիմա սրա մոտավորապես էլի AI արասնա, սենց թեթև լույսը նոր մի քանի րոպե հետո այս արևի ճառագայթներից էլ չի երևալու ինքը։ Այդ կոչվում է զրոյական կետ։ Հիմա եթե այսօր որոշեցինք այս զրոյական կետը դրեցինք խոյ օրինակի համար։ Հաջորդ 5 օրվա ընթացքում ով դուս եկավ էլի գրեցինք, էլի նույն պայմաններով, էլի նույն առավոտ շուտ։ Հա ժամը 6-ի մոտերքը, եթե ամառային արևադարձա ավելի շուտ, եթե գիշերային, եթե ձմեռային արևադարձա, շատ ավելի ուշ է, այսինքն 7:30-8-ի կողմերն է լույսը բացում, բայց այս վիճակում, սենց բոլորը որ գրենք, մենք կստանանք տարին, 36 աստեղատուն, արեգակնային ամբարձմամբ և տարի։ Այս է եղել հին աստղագիտության ժամանակը չափելու մեթոդը։ Ավելին, ուրեմն, այս ձեզ ասած 4 կարդինալ կետերը, եսքի փոքրացավ ես անդերը։ Երևում է։ Այս, մերս։ Հա, ուրեմն այդ սալիկներից, միջագետքյան սալիկներից, ֆանտաստիկ բաներ են վերականգնել, թղթի վրա են վերականգնել, ես իրականում եմ վերականգնել, շատերը մերի դրան առեղծվածը ֆիլմի մեջ տեսել եք, փոխանակ ձև անելու ես այնքան փորձեցի, որ այդ ծական հենց անեմ, որ ճիշտ համապատասխանի այդ գրամով ստվերի երկարության հետ, ինձ ուղղակի հավես ու ես ուզում էի անպայման էդի անեի փորձարկի, ուրեմն կոչվում է ջրային ժամացույց, ուրեմն ամառային արևադարձին և ձմեռային արևադարձին, ինչպես գարնանային և աշնանային գիշերավասարին, ուրեմն գավազանը տնկում են հողի մեջ, այս առավոտ, այս որ ցույց տվեցի, ստվերը սկսում է երկարել, ուրեմն մեծ ամանի մեջ ջուր, մեջտեղը կարճացած թասա դրած ու ծակա արած, ստվերը հենց երկարում հասնում է մի որոշակի, հա, 2 բերուի, հիմա ամառային արևադարձը 2 բերու, բերուն այդ ստվերի երկարությունը 53 սանտիմետր, 53 ամբողջ, հիմա 2 բերի, այդքան ստվերն է, ինչքան է ջուր լցվում թասի մեջ, 2 լիտր, այդ 2 բերուն, այդ 2 լիտրն է, ըստ բանի, ստվերի երկարության, նույն երկարությունն է այդ բանը, քայլ է 53 ամբողջ, 54 սանտիմետրը 2 լիտր ջուր պատկերացրեք, սենց ասած, լցվեց, էսի ամառային արևադարձն է, այսինքն ջրային ժամացույց են ստեղծել, ձմեռային արևադարձի ժամանակ այդ ստվերը ավելի դանդաղ է գնում, չէ, 1.5 լիտր ջուր է հավաքում, այսինքն 3 բերում, աշնանային և գարնանային գիշերավասարների ժամանակ 2.30, սա առաջինը Օտո Նյուգենբաուրը 1950 թվականին 50-ականներին տվեց այդ ժամացույցը, հետո դրա վրա բոլոր, ու այնքան հեշտ է այդ մուլափինի սալիկներում հստակ գրած է, թե բերուն ինչքան է, ստվերի չափը ինչքան է, ուշը եւ ամեն ինչ, ուղղակի դա պետք է մի հատ էքսպերիմենտ անել, հավանաբար իրան կարել են
Ես այդ կինոյում այդ էքսպերիմենտը համ արեցի, համ էլ ինձ համար շատ հետաքրքիր էր, ոնց են էլի, որ մեջը մտնես զգաս էլ է ներվով, հա, զգաս թե ոնց են մտածել իրենք։ So Պաստորեն ես պարզա թե ոնց են չափ է։ Հիշում եք մենք ստեղ ենք, չէ՞։ Այս չափան ձևն է, թե չէ։ Վայ օրիոն երևաց, վայ օրիոն, տես չի։ Չափան ձև կա։ Հիմա ես օրինաչափությունները անցնեմ, հետո մի անգամից մտնում ենք նորից հայ։ Մյուս օրինաչափությունը, հա, այս օրինաչափությունը, որ ասեցի ձեզ, մենք սենց ցուցակ ունենք, ես իմ գրքի մեջ ենք, գիրքը ընդեղ է, դու կարող եք ձեռք բերել, ուրեմն ուղղակի թարգմանել եմ այդ տեքստը։ Սալիկի վրա գրած է սեպագիր, հետո անգլերեն թարգմանությունը կա, ես թարգմանել եմ հայերեն տարբերակը։ Ուրեմն առաջի ամիս առաջի օր վարձկանը, այսօրվար մեր խոյինը։ Էդի մեզանից, ասենք 4000 տարի առաջ, այսօրվանից, բայց եթե 6000 է, էդի ցուլն է, եթե էլի ենք հետ գնում, հասնում ենք օրյոնին, կգանք դրան։ Հիմա առաջի օրը վարձկանն է, երկրորդ օրը գավազանն է, երկրորդ այս առաջի ամսվա մեջ, երկրորդ ամսվա մեջ պլեադաներն են բարձանում։ Եթե մենք մի քիչ հետ գնանք, էսի 1300 տարի մեր թվարկությունից առաջ, իսկն 3300 տարի, եթե գնանք մի 4000 սարքի, ստեղ արդեն ուրիշ բան է դառնում։ Տարին ոչ թե սկսելու է խոյից, այլ սկսելու է բազմաստեղից պլեադներից։ Այս մոմենտները կա։ Մի խոսքով, տեսնում եք 12 ամիս, սկսում է վարձկանից վերջանում է ձկից, այսօրվա ձկներ համաստեղության հետ կապ չունի, դա հարավային ձուկն է, որը ջրհոսի ոտի տակ է, հիմա, այսինքն սենց չափել են 12 ամիս, սխեմատիկ իդեալական տարի են ստարկում, լուսնա արեգակնային օրացույց այս, համ լուսնի փուլերով, համ արեգակնային փուլերով, համադրում են, ստանում են 360 օր, սխեմատիկի վրա կառուցվում է քաղաքացիական օրացույց, ծիսական օրացույց եւ այլ, բայց հիմքը սա է։ Սա էլ իմացանք։ Հիմա մեկ ուրիշ օրինաչափության մասին։ Ուրեմն մենք ունենք նաեւ Սալիկ Մուլափինից, որ հստակ ասում է, որ սրանք այնքան հետաքրքիր բաժանումներ էին արել, երկնակամարը բաժանել են 12 մասի, յուրաքանչյուրը 30 աստիճան լայնքով, 360 եւ այլ։ Նաեւ ստեղից ծագեց արևելքից։ Ուրեմն դեմքով միշտ պետք է հարավ կանգնել, ձախ կողմում դուք կունենաք արևելքը, աջ կողմում կունենաք արևմուտքը։ Արևելքում ծագեց խոյը, ով է դրա դիմաց։ Եթե խոյը ծագում է, ով է մեռնում։ Փնտրենք։ Խոյ, ուր է սարա։ Չեմ տենում աշկս։ Ինչի ներքև ես մեջտեղ Հա, ես ուղղակի աշկս լավ ինչ-որ է։ Հա։ Խոյը իշնորների մեջ է։ Խոյ, հեսը։ Երբ որ կշերքը բարձանում է, խոյը իշնում է։ Հիմա նայեք, բազմաստեղը բարձանում է, դիմացը կարիճն է։ Կարիճը իշնում է։ Կարիճը բարձանում է, բազմաստեղը իշնում է։ Երկնային ցուլն է, սրանք բոլորը խումբ եմ արել։ Նետը բարձանում է, ջրհոսը իշնում է, արծիվը իշնում է։ Աղեղը բարձանում է, այծն է իշնում։ Արքան, որը արվծի ալֆան է։ Երբ որ բարձանում է, այծն է իշնում։ Էրիդուն կամ ագրավը բարձանում է, հովազանգրն է իշնում։ Ու սենց, այսինքն իրանք ոչ միայն այս բարձացումներով, ծագերով են հաշվել ժամանակը, այլ նաև լավ այդ ծագի ժամանակ ով է իշնում։ Սա էլ երկրորդ օրինաչափությունը։ Շատ են օրինաչափությունները, այս գլխավորներն եմ ասում։ Երրորդ կարևոր օրինաչափությունը։ Լավ, էսի բարձացավ, էսի իջավ։
Միջօրականի վերևում ով է, որ Աստված աստեղատունն է։ Ես էլ երրորդ պարամետրը։ Սա կոչվում է զիքու, ձգված, այսինքն լարին ձգված աստեղատուն։ Կա նաև գու, քուղ։ Այս նույն լարի ներքևի հատվածում, հա, հորիզոնին ավելի մոտիկ, այսը կոչվում է գու աստեղատուն։ Էլի միջօրական։ Այսինքն անենց օրինաչափությունները հոյակապ սխեմատիկ ժամանակը չափել են, որ քեֆներդ կգա։ Ու ունեցել են իրանց հստակ օրացույցը։ Եվ սա ունեցել է միջազգային կիրառություն։ Այս բոլոր մեթոդները մենք տեսնում ենք, որ տարածված է ուրեմն հին աշխարհի բազմաթիվ երկրներում դե դրանց մեջ կար եւ առևտրական պայմանագրային հարաբերություններ եւ քաղաքական եւ այլն պետք է ունենաս նույն պայմանագրիդ մեջ այսինչ օր այսինչ ժամին փողս հետ պետք է տաս փող պետք է տամ չէ դες ուրեմն օրացույցները պետք է իրար հետ համապատասխանի ուրեմն կա նաեւ մի հատ էլ ուրիշ 90 աշճանի հակամարտություն, նոր ասացի 170 աշճան, եթե հայկը բարձանում է, բելը սկում է։ Հայկը սպանեց բելին։ Բայց կա նաև 90 աշճանի հակամարտություն։ Տեսեք, սա շումերական 2600 թիվ մեր թվարկությունից առաջ, այսինքն այս սափորի վրա է, այս առնվազն 4600 տարվա ավելի։ Հինություն ունի։ Առյուծը ցուլին սպանում։ Առյուծ աստեղատունը եթե զիքու է, այսինքն միջօրականի վրա, ցուլը գտնվում է այդտեղ։ Ինք սենց է պտույտը։ Ուրեմն սպանում է ցուլին։ Սենց 10 քանի հատ պատկեր կա, որոնցից մի քանի հատը գրքի մեջ բերված է։ Այսինքն այսից աստղատան օրինաչափությամբ մենք ունենք այս։ Նույնը, այս ինչի եմ ես հիմա բոլորը բացատրում, հեսա գալու ենք Հայկու Բելին։ Այս ամբողջը բոլոր դիցաբանական այդ պատմությունները աստղագիտական օրինաչափությունների վրա են նստած։ Այսինքն եթե Հայկ Օրիոնի աստեղատունը բարձրանում է Բելինը իջնում է, այդ նշանակում է դրա մեջ աստղագիտական հիմքի վրա դա սարքած պատմություն է։ Տեսեք Այս ձեզ Օրիոնը, այս ձեզ Բելը, ընդ որում իր անունը հենց կոչվում է Մուլափինում, Փա Բիլսագ, Բիլը կարած Բելը կարդաս, տեր, այսինքն պապ, Բել, գլուխ, աշնանային գիշերավասարն է, սահման է, ուրեմն Օրիոնը պետք է սահմաներ գարնանային գիշերավասար, սրան մենք կանադառնանք, բայց այս 170 աշճանի, այս հակամարտությունը, ով բարձացավ, ով իջավ գետնի տակ։ Այս օրինաչափությունները եղել են անհիշելի ժամանակներից շատ պարզ գեղեցիկ եւ սրանցով են ժամանակը չափ է։ Իսկ երբ որ մենք խոսում ենք հայք, դա նշանակում է օրացույց, աստեղատներ, իրա որդիների և դուստրերի անուններով ամսանուններ, չէ, ուրեմն մենք պետք է այս հն աստղագիտության օրինաչափությունները փայլուն իմանանք, որ իմանանք մեզից բան չենք հնարում, տակը հիմք կա, տակը տեքստ կա, տակը աստղագիտական օրինաչափություն կա և այլն։ Տեսեք անդրաշխարհ, այս հորիզոնտ տակը անդրաշխարհ է գնում, որ հետո նորից հետ գա։ Հիմա նայեք, այս պատկերը, այս Քևին Վայթն է ռեկոնստրուկցիա արը, ես էլ իր ռեկոնստրուկցիա արածն եմ, ռեկոնստրուկցիա արը, որտեղ հայկական դիտանկյունից, երբ որ իրանք չգիտեն հայկական ուրեմն դիցաբանությունը եւ այլն, այդտեղ ճշգրտություն է մտնում եւ լիքը բան պարզվում է, ես դրանք ավելացրել եմ։ Կարմիրներով գծել եմ հայկին։ Այս հայկը տեսնում եք։ Ուրեմն կա փոքր կրուգը, փոքր օղակը։ Փոքր օղակը դա խավարածիրն է։
Որի վրա այդ այսօրվա ձեր իմացած 12 աստեղատներ են, բայց 12 չեն, շատ են, հենց նայեք ինչքան են։ Եվ կա մեծ շրջանակը։ Հայկը շրջանից դուրս է գալի։ Հայկը համարվել է այս շրջանի տերը, սրանք կգանք։ Բայց դուրսը այս Քևին Վայթի սխալ նկարածն էլի, որովհետև այսօրվա հայկն է դուրս։ Մենք ունենք Մուլափինյան տեքստ, որտեղ գրած է Լուսինը իր ճանապարհին դիպչում է այսինչ աստվածներին 17-ը աստվածի անուն է տալիս բառացիորեն, որից մեկը Օրիոնն է։ Այս կորագիծը խավարածիրի վերևով է գալի հայկը տակն անգնում ոնց կարա հայկին կպնի։ Դրա համար Դեվիդ Պինգրին եւ Հանգրը առաջարկում են, ասում են եղբայր Զետա Տաուրին, որը ցուլի համաստեղության այս սանձեր sense ասած կամ կոտոշ պոզի այս աստղն է, էլի։ Սա պետք է լինի հայկի մեջ, այլապես չի կպնի իրեն։ Եվ բոլոր գիտնականները հստակ գիտեն, որ հին Օրիոնը շատ ավելի մեծ Օրիոն է եղել, քան թե այսօրվա հունական Օրիոն։ Այս էլ sense։ Հիմա գանք Բելին։ Բելը ասացին Կրոնոսն է։ Ուրեմն այսօրվա աղեղնավոր համաստեղությունը պլյուս օցակիրի աստեղատան կեսը իրար հետ միացրած, դա եղել է Բելի համաստեղությունը։ Այսպես մի հատ sense ոնց որ խորենացի նկարագրումը անճորնիան հետ բան աստեղատունն է, էլի տեսք ունի։ Սա հենց Փաբլիսակ դիցի աստեղատունն է։ Ու ես հիմա այսօր կապացեմ, որ ով է Բելը, հանգիստ իմանանք, թե ով է Հայկը։ Ոնց որ խորենացին է Բելին վրա լիք ինֆորմացիա տալով հասկացնում է դեպքում ով է Հայկը։ Եվ նայեք օգտագործենք շումերական, հունական, միջագետկան, եգիպտական բոլոր այս առասպելները, դիցաբանությունները հասկանալու Հայկին եւ հասկանալու վերջ հաշվով այդ մեր թվարկությունից առաջ 2492 թիվը, այսինքն 4500 տարի առաջ, իբր թե Հայկը այդքան հին է, դա ախմախություն է։ Լրիվ սխալ հիմքի վրա։ Օգոստոսի 11-ը լրիվ աբսուրդի գոտուց է։ Դրան էլ կգա։ Հայկը ավելի հին է, 7500 տարվա է։ Սրա մասին հիմա կխոսանք, ու ենք կարևոր, ես չեմ ուզում իրան հնացնեմ կամ ջահելացնեմ։ Խնդիրը ճշգրտության մասին է խոսքը։ Հիմա դրան կգանք։ Սա այս Բելը տեսակ։ Բելի մասին հետաքրքիր ինֆորմացիա է տալիս նաև բանը։ 6-րդ դարի հեղինակ Սեբեոս։ Ասում է Հայկը Բելին ասում է դու շուն ես շնած երամակ։ Այսինքն մի քան Այս սալիկը 3500 BC, այսինքն մեր թվարկությունից առաջ, հանակ բան չի, 5500 տարվա կամ 5300 տարվա սալիկը։ Այս աղենավորն է շների վրա կանգնած։ Բոլոր գիտնականները այս բան են արել։ Տեսեք իրար հերթականությամբ, ստեղ ինանան է, ութաթև աստղն է եւ այլն, ստեղ այցի համաստեղությունն է, ստեղ մենք գալիս ենք տեսնում ենք, սա կարիճն է, սա անգղի համաստեղությունն է եւ այլ, ասես գալիս ենք։ Սա արդեն ամառային է, էլի։ Ուրեմն ինանանը դրած կրկնվում է։ Ստեղ առույցն է, ցուլի հետ տեսեք, այս հակամարտությունը առույցը։ Հա Եվ այլ։ Հիմա այսինքն ինչ որ Սեբեոս ասել է Բելի մասին շների։ Դու կարաք սալիկի վրա էլ տեսնել։ Բայց ամբողջ հարցը այն է, որ Հայկի համաստեղությունը ներողություն Բելի համաստեղությունը, որ նրան շուն է ասում։ Այսօր դուք չեք կարա տեսնակ, որ դուց ասում։ Չէ, այսօրվա Հերկուլեսը կոչվել է հենց շուն համաստեղություն կամ շներ։
Անմիջապես ընկնում է աղեղնավորից առաջ։ Դե շները միշտ արջևում են, չես։ Դրա համար էլ ասում է դու շուն ես, շնած երամակ։ Հասկանում եք պատահական բան չկա, սաղ աստղագի, ամեն ինչ աստղագիտորեն հիմնավորված իրար վրա դրված է։ Այդ առասպելներ կոչված է։ Okay։ Հիմա մոտեցանք բուն խնդրին։ Ուրեմն Հայկի հետ կապված մեր շատ սիրելի Ղենվոն Դալիշյանը, որին ես շատ եմ սիրում, ուրեմն իր ժամանակ կար մի հատ խաբեփա կամ բախտախնդիր բրիտանական ակադեմիայի անդամ Իսահակ Կալիմուրը։ Սա վերցնում ասում է Օրիոնի 1460 տարվա մեկ փուլ, այսինքն նույն օրը նույն ժամին հետա վերադառնում Օրիոնեն այդ նույն տեղում։ 1460 տարվա փուլը փոփոխվում է 1 տարվա պլյուս 1 մինուս, եթե այդքան մեծ է փուլերը, էլի, էս էլ կա։ Հիմա ասում է ինքը եգիպտական սալիկի վրա կարդացել է, որ իրանք դա օգտագործել են, ու սա ընդունված գիտական որպես տեսակետ, ուրեմն ընդունվեց գնաց։ Այս մեր Ալիշանն է։ Այտենց երկու հատ այս Սիրուսի փուլը հաշվում հետ հիմա կասեմ ինչի վրա։ Այսինքն երկու անգամ 1460 ասում է անում է 2920։ 2920-ից հանում է 428 թվականը, որը Հովանես Վանականի տոմարով, այդ սխալ տոմարով հիմա դրան էլ կգանք, 428 հանում է, ստանում է 2492 մեր թվարկությունից առաջ։ Ահա ասում է, դե կերեք, ես էլ մեր Հայկը։ Ինչի վրա է հիմնվում։ Ուրեմն Աստվածաշնչի մեջ կա հետևյալ տողերը։ Ուրեմն Հոբի գիրքն է գլուխ 38, 31, 32, տողերը 31, 32։ Այս Հոբի, որ հանում է, ես վերևից Աստված ասում է, սենց էլի, ասում է բազմաստեղի կապելը կրնաս կապել, կամ թե Հայկին պատրվակը կրնաս քակել, բացել։ Մազարովտը իր ժամանակին կրնաս հանել, պատրվակ բառը Ալիշանը հասկանում է ժամանակ, բայց պատրվակ նշանակում է փաթույթ, շրջան։ Այստեղ ամենամեծ սխալն է։ Պլյուս դրան, լավ, ասենք թե ժամանակաշրջան ես հաշվում ու կապում ես Սիրուսի հետ 1460 տարին, բայց այստեղ ինչ կապ ունի Հայկը։ Սիրուսը Հայկից 35 օր հետո է դուրս գալի։ Ըստ հնագույն աստղացուցակների, բոլոր աստղացուցակները այսօրվա լի, իր տեղադրությունը տենց է, Սիրուսը Հայկի հետևն է, բայց 35 օրվա ծագի տարբերություն կա Հայկի ծագից ու Սիրուսի ծագից։ Սիրուսի 1460 տարին որպես ժամանակաշրջան կապում է այս Աստվածաշնչի պատրվակը հասկանում է ժամանակաշրջան, կապում է Սիրուսի 1460 տարվա կռուգի հետ, երկու կռուգ հաշվում յալը ու սա ընդունված ու այդ մեր նույնիսկ մի շարք գիտական կոչում ունեցող ինձ հարազատ մարդիկ պատմաբան, բանասեր, վերցրե ելը մի հատ չեն ասում, աղբեր ջան, մենք ստուգ ենք, հա, հետո այդ Իսահակ Կալիմուրը խայտարակ եղավ, որտեղ այդ սեպագրի վրա տենց բան չկա, որ ինքը կարդացած ելնի 1460 տարվա փուլը, հա, եգիպտական հիերոգլիֆի վրա, այտենց բան չկա ու փաստորեն սուտ դուրս եկավ, որտեղ շատ այդ որ Սիրուսի շրջափուլը իմանային այն ժամանակ դա շատ լուրջ բան է։ Բայց այդտեղ Հայկին է խոսքը, Սիրուսի չի խոսքը։ Այսինքն, հա, այդտեղ էլ կարծես այս ակադեմիկ կոչումներով
հոդվածներ, ելույթներ, ոչ Ալիշյանը սխալվել է, ոչ թե 2 շրջան պետք է գնար, այլ մի շրջան պետք է գնար։ Ինչի, որտեղ ընդ է ասում է երկաթ է գլխակ։ Իսկ երկաթը հայտնաբերվել է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում եւ ոչ թե երրորդ հազարամյակ։ Եղբայր, այդ մեծորետային երկաթը այսօր փաստված է, որ 4-րդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ այդ դրանից մշակել են, ինչ ասես սարքել են։ Եվ օգտագործել են ու շատ թանկ է։ Դա փաստ է։ Այդ մի բառից բռնի ընդեղ ուզում ա կրճատի։ Ավել ծրուն չես կրճատում, ենթետեմ, բայց մեկը չի պայում, մտնի ասի աղբեր ջան, մի հատ էս Ալիշյանից ստուգենք ինչքանով է ճիշտ։ Այդ օգոստոսի 11-ի աղմախությունը լավ է, որ Գրիգոր Բրիցյանը մանրազնին քննել է։ Ուրեմն Բարսեղ Երեմիացու այդ ճառի մեջ բանում այս լուսանցքում ավելացում է, հա, հեսա կարդամ ձեզ, որ մայիսի 7-ը հավասար է, ուր է, բառացի ասի կարդամ, բայց մայիսի 7-ը այս ինչի օրացով հավասարասրան, այսի հավասարասրան, հավասար է հայկական օգոստոս 31։ Այս վանականի, օգոստոս 11 ներողություն։ Այս վանականի ամբողջ օրացույցը նախ սխալ օրացույց է կառուցած, աբսուրդ։ Դա Գրիգորը շատ լավ տվել է իր գրքում եւ ցույց է տվել, որ օգոստոս 11 լրիվ աբսուրդ է։ Հա։ Ուրեմն Ալիշյանը համ այդ օգոստոս 11-ի 428 թվի վրա հիմնվել, համ կտակարանի մեջ գրված պատերվակ, հայկի պատերվակ բառից, բայց հաշվել է Սիրիուսի շրջապատը, որը հայկից հետո է դուսնում։ Խառնակ բան մը ստացվեց, հա։ Բայց գրած է հայկի պատերվակ։ Հիմա ես ձեզ ցույց տամ հայկի պատերվակը, նոր ցույց տվեցի ուղղակի։ Այս ամբողջ շրջանը այսինքն խավարածիրի վրա գտնվող բոլոր կենթանակերպերը Հայկ Օրիոն համաստեղությունը կոչվում է ճշմարիտ երկնքի հովիվ։ Այստեղից պետք է բան անել։ Ինքը այս սրանք սա իր գառներն են, ինքը հոգևոր հովիվն է։ Այս իր պատերվակն է, շրջանն է, որը բառացիորեն նշանակում է պատել, փաթույթ, ծրար։ Ուզեք աճարանի, բառարան մտեք պատերվակ ես բոլոր տեղերում։ Էլի շրջանը, որտեվ կլոր է, բայց ժամանակը շրջան չի։ Պլյուս դրան, ուր է նետը, ըրո, այս Սիրուսով ուր ես հաշում, ինք իրանից հետ ընգած է։ Հասկանում եք, պաստորեն օգոստոսի 11, 2492 թիվ մեր թվարկությունից առաջ, դրանք բոլորը հարմարեցված պայմանական, անհիմն, անհետեցություններ են։ Իսկ որն է ճիշտը։ Հիմա, մի հատ էլ բան պետք է ասեմ, իմ մոտ ընկերն է, բայց գիտական ճշմարտություն։ Մեր Գրիգորը փորձել այս գուցե Ալիշյանի բերքելու հետ կապված 2341 թվի հունիսի 14-ը ասում է Օրիոնը ամենամոտիկն է ամառային արևադարձին։ Ինչի ասում, Գրիգորը լավ է հասկանում ինչի ասում։ Նայեք, նորից հետ գանք ստեղ։ Մի անգամ մեր արտակը հոգին լուսավորի։ Ապեր ասում, չի կարա այնտեղ մի հատ մի օր հաղթել ենք, այդ օրվանից մեր օրացույցը սկսենք այդ օրվանից։ Ասի այդ մենակ սովետում կարար լինել, էլի չաշխատեց։ Մի 2 տարի բոլշևիկները տենց բան փորձին անել, չէ՞։
Այն 20-ական թվականը։ Բան չի լինի որ։ Ասի որովհետև երկրագունդը գնդած է ապեր։ Դու 0-ական կետ պետք է գտնես, որ բոլորն ընդունեն այդ կետը։ Ու այդ կետը պետք է լինի աստղագիտական կետ։ Սա տարական բան է։ Քանի որ քո պտույտը երկրագնդի պտույտը, հա, որոշակի ժամանակում է ըստ այդ պտույտի էլ, ոչ թե նրանք են պտտում, դու ես պտտում, քեզ թե նրանք են պտտում։ Բայց այդ պտույտի էլ դու տեսնում ես, այս աստղերը իրար հետևից գալիս են, կալենդարը տենց է սարքում։ Որոնք են այդ կարևոր 4 կետերը, դա 4 տարվա 4 եղանակների սկիզբն է։ Գարնանային գիշերավասար, աշնանային գիշերավասար։ Այս իմ մոտավորապես սխեմատիկ, հա, ֆիքսված օրացույցում դա որտեղ 1-2 ստատանում անես չի որ, հա։ Դա ֆիքսված օրացույցով դա մարտի 21-ն է։ Սեպտեմբերի 23-ն է։ Աշնանային գիշերավասարը 20-ից 23-ն է ստատանում, հա։ Սա մարտի 20-ից 21 տատանում։ Ամառային արևադարձ դա հունիսի 22-ն է։ Կարալնի 21-22-ն։ Նայած որ 1000 եմ ակում։ Եվ զմերային արևադարձ դա ֆիքսվածով դեկտեմբերի 25-ն է։ Հիմա Արմենը հետս կռիվ կանի, ասի ինքը 24-ին է ծնվի, ես 25-ին է ծնվի։ Հիմա որ աղբեր արի հալալ կիսենք։ Այսինքն էլի թեթև տա, բայց սրանք ֆիքսված կետեր են ու հները դա իմացել են, որ սակայն բոլոր հնագույն բաներում մենք տեսնում ենք, որ այս 4 կետերով են իրանք տարին որոշում։ Առ այսօր ճիշտ է, պայմանական մենք հունվարի 1-ից ենք նոր տարի ասում, բայց ամբողջ արևմտյան աշխարհը դեկտեմբերի 25-ին Քրիսմասով է նոր տարին տոնում։ Ձմեռային արևադարձով։ Այն հին ֆիքսված կետով։ Հիմա էլ այդ կետը, ուղղակի ուրիշ աստեղատուն է, ոչ թե ջրհոսն է բարձան։ Այս էլ սենց։ Այս պարզ է, չէ։ Հիմա այս 4 կետերից ոչ մեկի հետ օգոստոս 11-ը չի բռնում, եղբայր։ Չէր կարա օգոստոս 11-ով բաց ստեղծվել։ Հա։ Հիմա Գրիգորը ասում է, որ ամառային արևադարձին հունիսի 14-ին Օրիոնը 8 օր հեռու է գտնվել այդ օրվանից, այսինքն հունիսի 22-ից։ 8 օր։ Սա այդ վաղտը երևի եղել, որ Հայկը բելին, բել չի ասում։ Գրիգորի մոտ բել չկա։ Եթե բել չկա, ուրեմն Հայկ չկա, դու օրինաչափությունը չես առասպել մի մասը վերցնում, մյուսը։ Բայց ամսի 14-ին մոտ է եղել ուրեմն այդ արևադարձի օրվան։ Նախ եւ առաջ այստեղ մեծ հարց առաջում։ Բա հաջորդ տարին ինչքան հեռու է եղել։ Բա մյուս տարի, միջև այդ, դրանից հետո, դրանից առաջ։ Այդ օրը յանի դրանով կալենդար չես սարքի։ Պլյուս դրան 8 օր առաջ դա դե չի նշանակում ամառային արևադարձ։ Ամառային արևադարձն էլ այնքան հեշտ է, անզեն աշկով մի անգամից որոշում ես, որտեղ արևի դիրքի հետ է կապված։ Հա։ Այդ գիշերավասարներն են դժվար մի քիչ որոշելը, բայց արևադարձերը այնքան ամառային ու ձմեռային, այնքան հեշտ։ Հիմա 8 օրը դեռ արևադարձ չի, դա էլ սխալ կա։ Էլ չեմ ասում, որ ես ստուգեցի ելի համալսարանի կատալոգով եւ այլ։ Հունիսի 14-ին երբեք Օրիոնը որպես ամառային արևադարձի աստեղատուն դուրս չի գալիս։ Ինքը արդեն շուտ է դուրս եկել, այսքանը դուրս է եկել։ Իրակ այս աստղով է հաշվի ալֆայով։ Այդպես բան չկա։ Հիմա ինչ որ է։ Այսինքն 2341 թիվ հունիսի 14-ն էլ է։ Հա։ Խնդիրը այն է, որ այդ պատերվակ անտեր բառը ոչ մեկ չի թում միած ստուգի։ Ալիշանին չի ուզում ստուգի։ Որ եղբայր Սիրուսի 1460 շրջափուլը երկու շրջան։ Ինքը ասում է տալիս է Հայկին ու ասում է պատերվակ Հայկի։ Ու դրանով այսինքն մի հատ պայմանական
Ալիշյանը չտեսնված ազգային մարդը սխալվել է, ես էլ եմ սխալվում։ Ու սենց սրտիցդ մի գրքի մեջ մի հատ բանա վերիպակա գնացես, սրտիդ պայթում է, ասում ես մի գրքից մեջ կրկնում դզեմ, նորմալ է, հասկանում ես, բայց սխալի վրա երկրորդ սխալ է, երրորդ սխալ է, սենց, մեկ է տեսնում ես, ամբողջ հանրապետությունով մեկ նույնիսկ խումբը կար, որ տարի ազգային ժողով դրել է օրակարգում, որ օգոստոսի 11-ը համարեն հայոց պետականության 4500 տարին, այդ տղաներին, գլխավորին, ասում եմ, ցավը տանը, Արատայի պետականությունը ընդունում ես, հայարկ է ինքն է հեղինակներից մեկը, Անասում մետ ավելի հին է, խի 4500 տարի, արդեն ակադներն էին ընդեղ ֆարֆարում, սկսել էին, բամ ինչ հանենք, ինչ ճշտի վրա կառուցեք, հասկանում ես, հիմա, այս սխալները բանարեցինք, հիմա ինչ անշանակում պատրվակ ու հստակ ամենա ճշգրիտ և աստղագիտական, և հնագույն սալիկների հիմքերով ցույց տանք, որ Հայկը երբ է ու ինչու երբ է հանդես գալիս հայկական լեռնաշխարհում և ինչու։ Okay. Ես բելին անցանք, հա։ Լավ, ես էլ դնեմ, ես դնեմ թող ինքս ինձ։ Ուրեմն ես ասեցի Ջոն Գրիսպին աշխատանքը, ես սկսեցի կատալոգները նայել, ելի ուրեմն համասարանի կատալոգը 1991 թվի կատարյալ աշխատանքը 20 տարի գործել են, բայց նաև Էմանուելի բերած բաները կա, որ թվին ուրեմն խավարածիրը և գալակտիկայի բանը իրար հետ խաչվում են կենտրոնով։ Սրանք շատ կարևոր մոմենտներ են։ Բայց ամենահետաքրքիրը այս Ջոն Գրիսպիի գործն է, ուրեմն ինքը փորձում է գտնի Օրիոնի հետ կապված առասպելը, որ երկրից պետք է դուրս գար։ Տղեն լրիվ աշխատանք անելով ասում է մենակ կարարներ Անատոլիա ասում, այսինքն այսօրվա Թուրքիայի արևելյան մասը։ Դա հայկական լեռնաշխարհում, որովհետև ու հստակ ասում, նայեք, Օրիոնը երբեք այս 4 կարդինալ կետերից ոչ ամառային արևադարձ, ոչ ձմեռային արևադարձ, ոչ աշնանային գիշերավասար վերջի 10,000 տարվա մեջ դուրս չի գալիս, չկա տենց բան։ Բայց Օրիոնը մեզանից 5400 տարի մեր թվարկությունից առաջ, այսինքն այսօրվանից, մեր օրերից, մոտավորապես 7,500 տարի առաջ, 1000 տարի շարունակ եղել է գարնանային գիշերահավասարի աստեղատունը և տոնել են նոր տարին ի պատիվ իրան, որի մասին վկայում են շումերական սալիկները։ Շումերները նոր տարին մարտի 21-ին Ակիտուի տոնակատարությունը տոնում էին և այդ տոնակատարությունը նաև նվիրված էր Ինանայի և Դումուզուի սրբազան ամուսնությանը։ Այսինքն Օրիոնը մարտի 21-ին դուրս է գալիս, այդ ժամանակ առավոտ շուտ այս առավոտ շուտ սեք այդտեղ առավոտ շուտ այս այնց բանա, չէ, էսի բայց խոյնը։ Այս այնց որ հորիզոնից այս նոր երևում, հա։ Այս ժամանակ Վեներա մոլորակը մտնում է իր տիրույթը, այսինքն ամուսնացան այս մարդիկ, սրբազան ամուսնությունը տարին սկսվեց եւ այլ գարունա բնությունը վերազարթնեց, տոնում էին նոր տարին։ Սրա հետ կապված լիքը տեքստ կա շումերական, հա, և կրամերի մուտ կա, մյուսների և այլ հրատարակված։ Փաստորեն Օրիոնը եղել է գարնանային գիշերավասարը և այդպես 1000 տարի կլինում է գարնանային գիշերավասար։ Հիմա եթե ինքը գարնանային գիշերավասարի առաջի տարին բացող աստեղատունն է, ինքը 10 ամիս է մնում։ Ձմեռը ինքը չի երևում, անդրաշխարհում է, այսինքն ձմեռը չի երևում։ Գարունը նորից հետ է գալիս,
մեռնող հարություն առնող Աստվածության ամենահին առասպելը դա փաստորեն Օրիոնի հետ է կապված այնքան սիրել է ժողովրդի բոլոր ժողովրդների կողմից Օրիոնի հետ կապված Օրիոնն է Օզիրիսն է նույն արագեղեցիկն ասեմ ձեզ նույն պատմությունը կգա պատճառով ընկնում անդրաշխար նորից վերահառնում է չէ որ արարլեզները լիզում են արայել վերքերը որ ինքը հարություն առնի նույն մեռնող հարություն առնող բայց ամբողջ հետաքրքիր է նա որ ձմեռը մեռնում է բնությունը գարունը վերազարթնում է բնությունը so դրա համար է Օրիոնը ամենահնագույն մեռնող եւ նորից հարություն առնող բնությունը բերող այդ հարություն առնող աստվածությունը ձմռան այդ 70 քանի օր է հունվարի քանիսից հետ ինքը արդեն չի երևում մեկ է մարտի 21-ին տրամ դուս եկավ ամբողջ տրամաբանությունը ընկավ իր տեղը ուրեմն այս Ջոն Գրիսպին ցույց է տալիս որ այդտեղ մի տեղ ունեմ հա այս Ջոն Գրիսպի հենց գրքից է մի հատ այդտեղ թիվը ճիշտ է գրած բայց իմ գրքի մեջ այդտեղ սխալ է գրած copy paste-ի պատճառով 7 է գրած էլ ես 7-ը այդտեղ է կրկնվել հա այս հաշվի առեք հիմա նայեք մեր թվարկությունից առաջ 7500-ից 4500 թվեր Օրիոնը տեսանելի է հայկական լեռնաշխարհում բայց ինքը տեսանելի է բայց արևի հետ կապ չունի այսինքն գարնանային գիշերահավասարի արևածագի հետ հա հիմա մեր թվարկությունից առաջ մոտավորապես 5500-ից մինչև 4500 թիվը տեսեք արևը ստեղը Օրիոնը բարձրացել է այսինքն արևի հետ ալնում այսինքն ինքն է արեգակնային ամբարձման տարին բերողը եւ սա Ջոն Գրիսպի գրքից որ գարնանային գիշերավասարի աստեղատուն է քանի որ տեսեք արևը ստեղը ինքը արևից առաջ անգած մի քանի րոպե առաջ այսինքն մի 15-20 րոպե առաջ ընկած դու պարզ է նկարները պայմանական են ինքը անիմացիայի հետ կապված է դրե այս իրա դոկտորական աշխատանքներ է ստղայի ու հաստատվել է ուրեմն եւ գալիս է 4500 տարից հետո հայկական լեռնաշխարհի հարավից արևը ստեղը այս շատ էլ նկար երևում է այստեղ ոչ մի բան պետք չի երևա որտեվ արևը նայեք Օրիոնի գլխին է այսինքն այս պրոցեսայի օրենքը կա որ հիշում եք ասի սենց սա արդեն խախտվել է Օրիոնը չէր հիմա ես հիմա ծամբ AI-ին հրահանգում եմ, ասում եմ հայկական լեռնաշխարհից, Վանից, այսինքն 37 թե 38, 38.5 նույն բանն է։ Հա։ Հայկական լեռնաշխարհում հեսա, տեսեք գրել է, ինքն է գրել։ Helical rising of Orion stars, Veneral equinox, գարնանային գիշերավասար, 5439 թվից Էսի է ճիշտ թիվել, 5500-ը մոտավոր էր նկարի։ Հա, միջև 4465, 4465-ին այս բան լիքը բան է, հա, խախտվում։ Այդտեղ էդի բարդացնեմ էլի ծանրացնեմ ձեզ։ Հիմա որպեսզի շատ ճշգրիտ լինի, ես տվեցի 3 բան։ Ոնց որ Pingree-ին շատ խոշոր մաթեմատիկոս է, շատ այդ մուլափինի սաղ աստղերի ճշգրիտ տեղերը ինքնում հանգրն են, էլի, որոշ է։ Առաջինի ես տվեցի Pingree-ի տված, որ ցուլի Z-տան Օրիոնի մեջ պետք լինի։ Ինքը տվեց, նայեք էպոխաները։ Այս հորիզոնն է, զրոն։ Ստեղից, հա, հիմա, Թաուրին դուրս է գալիս անընդհատ, մինչև 5400-ից մինչև 4600 թիվ։ Որպես գարնանային գիշերավասարի աստեղատուն։
մոտիկ դրան։ Հետո դա փոխվում է։ Դուրս է գալի հետա է Օրիոնիսը։ Այս ձեռը կա, այստեղ մի հատ լավ տեսանելի բավական պայծառ աստղ ունենք։ Կոչվում է Զետա Օրիոնիս։ Հետո սա է դառնում գարնանային գիշերավասարի աստղատուն։ Հետո 4600-ի մոտերքը դառնում է Ալֆա Օրիոնիսը, այս ուսը, ամենապայծառ հետաքրքիր աստղ։ Բայց գարունն է դուրս գալիս։ Դրանից հետո ինքը 4 կարդինալ, այդ 1000 տարի, մոտավորապես 1000, 5400-ից մինչև 4600, ասենց։ Հայկական լեռնաշխարհից։ Եվ ցույց է տալի, որ եղբայր, ստեղ չի երևում, ընդ չի երևում, այդ հնդիկները թող երեն գնան տեղերը, գրիզբին է ասում։ Ընդ չի երևում, ոնց կարային։ Հա, վեդաներում ինքը կոչվում է միգարա, եղջերու է Օրիոնը։ Այսինքն բոլորը Օրիոնի հետ կապված ունեն, այս մարդը ասում է, արի ճշտենք, թե որտեղից է այդ դիցապատումը ծնվե ու տարածվե։ Հիմա ասում է, պարոնեք, հնդիկ ակադեմիայի անդամներ, ձեր մոտ չկա, չի երևում։ Հա, երևում է, բայց ոչ գարնանային գիշերավասարին, ոչ 4 կարդինալ կետերում, եթե չկա, ուրեմն չկա։ Տարին դրանով չես սկսի։ Տարին կամ տարվա երկրորդ կեսը կամ չես սկսի։ Կամ գոնե վերջը չես սկսի։ Հենց բերում ցույց է տալիս ընկերներ։ Սա Անատոլիայի առասպելները ծնվել են, Անատոլիայից տարածվել են։ Կուզեք, ուզեք, կուզեք, չուզեք, սա փաստ է։ Հա։ Ես Ջոն Գրիսպի, ուրեմն նաև ելիկատա, ես Ջոնի գիրքը ստուգել եմ ելի կատալոգով։ Ոբշե մի 1000 բաներով։ Այս դասախոսությունից առաջ էլ AI-ով նորից ստուգեցի։ Հա։ Բոլոր դատաները եւ Ալիշանի եւ Գրիգորի եւ այս սրան եկանք։ Հիմա այս էլ սենց, հիմա հետ վերադառնանք Ժորժյան։ Հա։ Համարը մենք մոտեցել ենք ավարտին։ Հիմա մենք հասկացանք, որ Օրիոնի հետ կապված հայկական լեռնաշխարհում իր դիցաբանության հետ կապված, ուրեմն ընդ որում Դումուզի համ կոչվում է ճշմարիտ որդի, ամեն ոմանք թարգմանում են որդին հյուսիսից։ Շումերում որդին հյուսիսից։ Այսինքն եկել է հարց ուզելու, սրանքի փոջ են խաղացնում էլի ինանաբանման, վերջես հարցը օտար է всё-таки, ճիշտ է, հոր Գեղան Եզիցը ասենց ասած, որտեղ այդ համարյա դե նույն ժողովուրդ են, բայց արդեն շատ բաներով տարբեր բան, վերջի այդ աղջիկը պատճառը դառնում, խափում իր փոխարեն ուղարկում անդերաշխարհ։ Նույնը Շամիրա Մարա գեղեցիկն է։ Հա։ Ու սենց շարունակ հունական դիցաբանությամբ, ընդ որում ձեզ ասեմ, Օրիոնի հետ կապված, ինքը ծովերի ջրերի վրայով էր քայլում, ինքը Պոսեյդոնի որդին էր։ Հայ աստվածությունը Պոսեյդոնն է, հունական զուգահեռը, հա, ջրերի աստվածը։ Հունականում ինքը Պոսեյդոնի որդին է։ Այս Պոսեյդոնը իր սերմը լցնում է ցուլի վրան 10 ամիս թաղում են գետնի տակ ծնվում է Օրիոնը 10 ամիս, որտեղ ինքը 10 ամիս է երևում երկնքում, հասկանում եք դրա համար 10 ամիս։ Մենակ մեր մոտ չի, որ ասում է 10 հատ երեխա ունի, ամիսները իր անունով են։ Բանում էլ կա։ Հունականում էլ կա։ Գեղեցկագույն։ Հիմա ասում են կարա գեղեցիկ։ Դա Օրիոնն է վերաբերում հունականում այդ գեղեցկության հետ կապված։ Ուրեմն Ոդիսևսը իջնում անդերաշխարհ ու հանդիպում է, ուրեմն ձմբեր պետք է էլի հանդիպում է Օրիոնին, ասում է ալեդոնները ասում է նսեմանում են արա դրա տղամարդկային գեղեցկությունից ասում է, նույնիսկ Ապոլոնը կարող էր նախանձել։ Հա, Օրիոնի։ Ջրերի վրա է քայլում, ինքը իրան զոհաբերող բան, մեռնող հառնող աստվածություն ամբողջ Քրիստոսի կերպարը Օրիոնի վրա է։ Հասկանաք։ Հիմա նայենք եգիպտական Օզիրիսը նույն պատմությունն է, հա, մեռնող հառնող աստվածություն էս։
վեդայականում էլ զուգահեռ կա եւ այլն։ Հիմա այս այնքան սիրված է եղել, այս քրմերը բռնել են այս Օրիոնի դարաշրջանը անցել է, պրեցեսայի օրենքով էլ արդեն յուրային չեմ նայում, յուրաջան միշտ քեզ նայում դու ուղղակի արդեն եկել հրաչիկին հələ ժողովրդի մեջ այնքան ուժեղ է սերմացված այս սերը բռնում են Օրիոնի պաշտամունքը դնում են ցուլի վրա, հետո հանում դնում են խոյի վրա, հետո էլ հանում դնում ձկների Քրիստոսի վրա։ Անընդհատ նույն բանը։ Եվ ինքը ջրերի աստվածության որդին է։ Ինքը հայ է գերագույն Աստծո որդին է, որը միշտ եղել է մեր պանթեոնի գերագույն Աստվածը։ Եվ իր անունով ենք մենք կոչվում հայեր։ Ինքն էլ է կոչվում Հայիկ, Հայկ։ Այսինքն հնդիկ պարսիկ պատկանելություն իր հոր պատկան։ Իր անձնանունը արաբ դիլնի, որովհետև այդ արա գեղեցիկն Օրիոնն է, հա, այդ օր բարբարային օր այս բարբարային փոփոխություններով է լեզվական, հա, pronunciations, different pronunciations, էսա խնդիրը։ Սա Օրիոնի հետ կապված, ինքը այնքան սիրված է եղել, որ իր կուլտը անընդհատ եկել է։ Այս ազգագրական երգերին այս վերջերս, որ ես սկսեցի ծանոթանալ ոչ թե երգերին լսելով, այլ տեքստերը կարդալով, այ մարդ շշմել է բան, այս Օրիոնի վերաբերյալ երգեր կան, ասել են մինչև հիմա։ Հա։ Դոնի յար Օրիոնի հոր մասին է, Դոն Պոսեյդոն, Դոն Դան Թոն, Գետ, ջուր, Անդրև։ Հասկանում եք եկե հասել եմ մինչև մեր օրերը։ Շշմելու է։ Երաժանին քո ձեռքում բան, մասս բանի երկեր եք, ես իհարկե ուրիշ թեմա է, ես հեսա վերջացնեմ, ուրեմն հիմա նրա հակառակորդ բելի հետ կապված, եթե Օրիոնը գարնանային գիշերավասարն է, դա հստակ էլ Էմանուելի մոտա դրած Գինսբրիի եւ այլն, բայց աստղագիտական բոլոր կատալոգներում կտեսնենք, եթե գարնանային գիշերավասարը Օրիոնն է, ապա աշնանային գիշերավասարը Փաբիլ Սագնա, այսօրվա աղեղնավորը եւ օցակիրի մի մաս էլ հետը կպած, որ հենց նույնիսկ անունով, հա, ինքը բելն է։ Եթե բելը չիմանաս, հայկը այդ պատմությունը եւ սա այս հակամարտությունը 170 արչան։ Հայկը բարձրանում է, բելը իջնում է։ Ո՞վ է հայկին սպանում։ Թարս, նո, Կարիճը, երբ որ Կարիճն է բարձանում աշնանային գիշերավասարը, ոչ թե ինքը, Կարիճը, եթե արդեն գալիս է մեր թվարկությունից առաջ 3005 թվից հետո, այստեղ Օրիոնը իջնում է, մենք տեսնում ենք հունական դիցաբանության մեջ Կարիճը կծում է Օրիոնի կրունգը, ոտը, որից Օրիոնը մեռնում է թվում անդրաշխար, կամ ասում է Արտեմիսը նետածիկ էր, աղեղնավորին սովորացրած, աղեղնավորած, ասում է խփեց Օրիոնին պատահաբար ու սպանեց, էլի նույն բանը, Օրիոնին երբեք բելը չի կարացել սպանի, հետո ուղղակի Կարիճը ախմախ կծել է, բայց դա էլ աստղագիտական իմաստ ունի, ինքը սենց տենենց պետք է մտներ, հիմա Ինանայի պատճառով մտնում է բան, անդրաշխար, ճիշտ է, այս Ինանան Վեներա մոլորակն է, այս Ինանան աշնանային գիշերավասարին մտնում է Կարիճի համաստեղություն, այդ ժամանակ Օրիոնը կարճացած, յալլա իջնում է ներքև, սկսում է պտտվել դեպի անդրաշխար իջնել, այս իմաստները բոլոր աստղագիտական հիմքեր ունեն այդ առասպելների մեջ, եւ մի հատ ֆանտաստիկ կարևոր առասպել, որը այնքան հստակ աստղագիտական հիմք ունի, ես էլ ասենք ու այսօր, հա, տեսեք ես էի ասում, չէ, չէր, ուր էր, մի հատ է, սրանք խպեցի, հա, տեսեք, Օրիոնը աղեղնավորը, այդ աղեղնավոր պայմանական օցակիրն է մի մասը, և այստեղ ցուլը պետք է որ սա իջնի, Կարիճը, այս աստղագիտական
օրինաչափությունները պարտադիր են։ Հիմա հետ վերադառնանք այս ամենակարևորն է, ասենք ուրեմն մի հատ շատ հանճարեղ ամենահին շումերական պատում կա, ասում է այս աղեղնավորի աստեղատան աստված Նինուրտան, որ հերոսը արդեն ինքը սպանել անզու թրջունին, սենց սաղ աստվածները սրան պատիվ են տալի, ոչ մեկ չի կարացել, ինքը կարացել է բանման, հիմա գալիս է հայա ենկի մոտ, ես ասում եմ, ես քեզ ես կտամ տղաջան ապրես, ես քեզ ես կտամ տղաջան ապրես, ես տենեմ ասրա ռոժեղն ես, ասում եմ, ինչ ես ուզում, ասում եմ, դու բոլորին իշխում ես քո տեղը, ես հայա ենկին ասում եմ, դու հասկանում ես ում հետ ես խոսում, ու այդ ժամանակ մտքով ստեղծում է կրային, սրա հետևում, այս պատումն եմ պատում ինձ, շումերական, այս կրյան մի ահռելի կրյա, մի 10 չափ ես, Նինուրտայի, շրակ սրա կրյուն գբրնում ու սկսում է ծամել ու համել ես իրա թևերով փոսափորում ու կծում է ներս, ու թաղում է, հիմա ես հայ աստվածը վերևից ասում, ինչպես կեզ վեր բարձացրեցի, այնպես դու կնետվես անդրաշխար, այս պատումը կա, հիմա ամենահետաքրքիրը, չէ որ մենք ասացինք երկու օրինաչափություն կա, մեկը 170 աշճանի հակամարտություն, սա ծագեց արևելքում, սա պիտի արևմուտքում իջնի, մեկը 90 աշճանի հակամարտություն, հիմա այս պատումի մեջ երկուսն էլ աշխատում են, երբ որ օրյան ներողություն, հայա ջնո համաստողությունը, ուրեմն գու աստեղատունը, այսինքն գտնվում է միջօրյականի վրա, ստեղ աղեղնավորի համաստեղությունն է, որի անմիջապես տակը կրյանը, որ ոտը ուտելով տանում է դեպի անդրաշխար։ Այսինքն մենք ունենացանք 90 աշճանի օրինաչափությունը, սակայն ստեղ օրյոն է բարձանում, նաև ունենք 170 աշճանը, եսի հերն է սրանք, ոնց որ ասած քաղցուտակ դեպի ներքև, ստեղ էլ տղեն, հայկը, հիմա նայեք, փաստացի նկարը ցույց տամ, Եսի կուդուրու քարն է, մոտարապես 1300-1400 թիվ մեր թվարկությունից առաջ, ասիկը մոտ 3500 տարվա, հիմա, եսի աղենավորն է, տենում եք, չէ, ես էլ կրյան է, ոտի տակ, սա աստեղատուն է, ես կրյա աստեղատուն է, կոշում է բան, զետա սագիտարյուսն է, որ կոշում է կրյա, նավ, բան, մակույք, հեսը, Այսինքն նկարով էլ ասեմ, որ փաստված կա։ Հիմա նորից հետ վերադառնանք այստեղ։ Հերու տղան կարծես դնեմ լոխում ենք ասել։ Սենց ժողովրդական լեզվով եմ, էլի, որնես գեղեցիկ բարձրնի, որտեղ ես արդեն հոգնել եմ։ Հայ կորոնի հետ կապված փաստորեն այս շումերական պատումն էլ ամբողջ աստղագիտական հիմնավորում ունի։ Այս ամեն ինչով պարզ է, որ օրյոնը երբ է դուրս գալիս, գարնանային գիշերավասարին, երբ մեզանից շուրջ 7400 քանի տարի, միջև 4000 մի քանի տարի, մեր թվարկությունից առաջ, այսինքն 7 այտենց 1000 տարի է մնում, որ ասում եմ մեր թվարկությունից առաջ, ոմանց թվում է, թե Այդ չեմ ասում, այդ 2000 տարին հանած է մեր թվարկությունը բառը որ։ Այսինքն այսօրվանից սկսած 7500-ից մինչև 6500 տարի, շուրջ 900 կամ 1000 տարի, օրյոնը գարնանային գիշերավասարի աստեղատունն է եղել հայկական լեռնաշխարհից, դե պարզան ներքևից ավելի հեշտ էր երևում, նաև շումերում։ Դրանք բոլորը ձոնված են եղել օրյոնին։ Սա փաստորեն Եվ պատերվակ բառը, որից այս ամեն ինչը սխալ ժամանակագրությունը մեր սիրելի Ալիշանի առումով սկսեց մեջտեղ գալ, այս կոչվում է պատերվակ, որովհետև կա լատինական թարգմանություն, ունական թարգմանություն, եբրայական թարգմանություն, այդ աստվածաշնչի, հա, ինքը նշանակում է ցանկապատ, ինքը նշանակում է փաթույթ,
ինքը նշանակում է պարեսպապատ, ինքը նշանակում է ծրար, բայց երբեք չի նշանակում ժամանակ, որ օգտագործել Ալիշանը որպես ժամանակա շրջան։ Այս սխալ ինտերպրետացիա, իսկ հիմնականում դրա հիմքում կանգնած է այդ Իսահակ Կալիմուրը, որ իբր թե եգիպտական ուրեմն բանը կարդացել է, ռեկվիզիտը եւ այլն։ Սա Հայկի պատրվակն է, Հայկն է ստեղ է կանգնած։ Էպոսից էլ բերեմ, երկվորակ աստվածները հենց սկսում են դուրս գալ, մեծ աղբերը գնում է, հետո փոքր աղբերն է, չէ, հետևից գնում է օգնության, ուրեմն առաջինը հանդիպում է Հովվին։ Օրիոնը բոլոր միջագետքյան տեքստերում լիքը անուն ունի, նաև կոչվում է երկնային հովիվ։ Ասում է ստոպ չես էդ հա էպոսի մեջ։ Հիմա ես ասում եմ այդ կաց բանի մեջ, տաշտի մեջ ասում եմ կաթը կկթեմ, թե կարնաս ուտես գնա, թե չկարնաս ուտես, գլխիցդ մեծ գալատ մի բռնի, մի գնա, Սանասարին ասում։ Ասում ես կաթը, որ Սանասարը տեսավ, ասում է 4-ը մարդ կլող կնար մեջը, 4 տարվա 4 եղանակներն են, որ նայեցինք, չէ, ամառ, աշուն, ձմեռ, գարնանային, գիշերավասար, աշնանային, ամառային, արևադարձ, ձմեռ, այդ 4 կետերն, ասում է, ասեց էսի տա գլխին, նայում ես հովիմը մի հատ ահռելի, ասում է վախեցավ, ասես կայմ հատ կայնի ուտեմ, սուսուպուզ էդ համ, էդի Բաղդասարն ասում, Սանասարը համեստ, ասում է այդ ժամանակ հովիվը մի կռուկ տվեց իրա հոտի շուրջը, այդ մի կռուկը, լուսնի կռուկն է, մի ամսվա մեջ է ֆարում, ավելի ճիշտ 29.53 օրվա մեջ, այդ օրացույցներն էլ լուսնային, որտեղ կլորացնում են 30 օր, ասում է, ապրես, ասում է, դու հերոսս գնա, հաջող ես ընելու, երբ որ Բաղդասարը փոքր աղբերն է գալիս, Էնի ասում, այ մարդ մեկը ասում է սրա հետ միջև Զալանդի աղբերս բան լավ արագ ուտեմ, ինչ արագ, հովիվը 7 պտույտ է պտտվում, միջև Բաղդասարը ուտում է, ասում է, տղա ջան, քո աղբոր հետ քյալա չդնես, 7 անգամ քեզնից ուժեղ է, բայց տեղ խնդիրը էս էպոսի մեջ, այսինքն երկնային հովիվ Օրիոնը որպես պապիկ, որպես հոտի, ամբողջ այս կենթանակերպի խավարածիրի վրա գտնվող, այս նեղ կռուկի վրա, այս սրա տերն է, հովիվն է, սա էլ մսուրքն է, այդ որ ասում ենք մսրամելիք, էդի ոչ կապ ունի կարծեսыз Եգիպտոսի հետ, ոչ մսուրք նշանակում է կարծեսыз մսուրք, գոմ, կենթանակերպ որ ասում ենք ինչ է նշանակում, գոմ, այս սրանք սաղ, ձիա, Խեսգետինա ձուկա ես ցուլամ աստեղատների շարքն է, այդ մսուրքն է։ Ինքը սրանց ղեկավարն է, ինքը հովիվն է։ Ինքը մի անգամ 1 կռուկ է պտտվում, մի անգամ 7 կռուկ է պտտվում, մինչև Բաղդասարը կարում է հասցնի ուտի։ Սա Բաղդասարի ու Սանասարի տարբերությունը դա արևի լուսնի շարժման տարբերություններն են։ Մեկը արագ է, մի տարվա մեջ է պտտվում, լուսինը մի ամսվա մեջ է պտտվում։ Այս տարբերությունները, փաստորեն էպոսով էլ ունենք, թե ով է Օրիոնը։ Օրիոնի հետ կապված է մի հատ անուն բացեմ, Գագիկ, Գագա, Կակա։ Նշանակում է մեծ հայր, հենց նույն ձևի շումերական տեքստում կա։ Զանգեցի Արմեն Դավթյանն ասեցի լնա այսպես, գիտես ինչ կթար, ինչ կթար։ Ասում եմ Գագիկ բառը ստուգաբանություն է ճիշտ։ Հա։ Եվ փաստորեն ինքը մորական կողմով պապիկն է, հա, դրա համար է, ուրեմն մի հատ էլ ես էլ ասեմ, երբ որ պրեցեսայորն աչափությունով անցնում ենք ես մի, ասենք թե Օրիոնից, մյուսը, դրանից հետո այդ աստեղատունը միջագետքյան կանոններով տեսնում ենք դառնում է սուկալ, խորհրդատու, հա, ավակ, էսեն, բայց գլխավոր մասնակցություններ չունի, որտեղ ինքը այդ գլխավոր կետերում ինքը պրոցես չի անում, արդեն անում են նորերը, հետո նորերը, դա հստակ ցույց է տալիս մեզ, ասենք թե խեթական
Կումարբի ցիկլը, որտեղ ասում է սկզբից գլխավոր աստվածը Կումարբին էր, հետո դարավ 9 ամիս անցավ մյուսը դարավ, հետո անցավ մյուսը դարավ, այսինքն այս պտույտները սա ամբողջ ցիկլը։ Երբ որ օրյունը դառնում է պապիկ, հովիվ, ղեկավար, խորհրդատու, սուկալ, ինչպես միջագետկան տեքստերը, եւ այն առանցքային վիճակից դուրս է գալիս խորհրդատուի կարգավիճականում։ Բայց որ Հայկը Օրիոն Հայկը պետք է բելին սպանի, սա աստղագիտական, դիցաբանական հիմք եւ հենք ունի եւ դա մեզանից 7.5 եւ 6.5 հազար տարի առաջ այս սրբազան կանոնը, որը ունի աստղագիտական հիմք եւ նաեւ բազմիցս շումերական տեքստերով հիմնավորված, որպես նոր տարվա տոնակատարություն, մենք տեսնում ենք այդ ժամանակաշրջանում։ Ուրեմն սրանից հետո, քանի որ ձայնագրություն ալում, սա միայն այս լսարանին չի վերաբերում էլի մարդկանց։ Ժողովուրդ օգոստոս 11 չի, մարտի 21-ը, Օրիոնը 4500 տարեկան չի, 7500 տարեկան է, եթե ուզում եք տարիք որոշեք, որը վերջնաշոտ պայմանական բան է, բայց նրանով է սկսվում տարին։ Դա տեղի ունեցել գարնանային գիշերավասարին, մեզանից 7500 տարի առաջ, հետագայում, երբ որ սկսվում է ցուլից, արդեն տեսեք հաջորդը ցուլն է։ Բոլոր 10 ամիսները, հիմա արդեն ինձնով չի սկսում, ինձից անցել է, չէ, մնացած իմ որդիներն ու դուստրերն են։ Նրանց անուններով է։ Այսինքն Օրիոնի որդիների եւ դուստրերի անուններով է 10 ամիսները։ Հա? Ոնց որ տալիս է, այսինքն հոյակը պահպանվել է հայկական բան, ամբողջ այդ ավանդություն ու սխեմատիկ կառույցը։ Խնդիրը նրա մեջ է, որ ճիշտ մեկնաբանվի եւ հիմնավոր գիտական ճիշտ հիմնավորումով մեկնաբանի։ Այսքանը շնորհակալություն, եթե հարցեր կան։